Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնում եք։ 100%։ Շուտվանից պիտի լինի։ Որովհետև վիճակ չես։ Հիմա այն ինչ որ տեղի ա ունենում։ Գիտեմ որ շատերը չեն սիրել։ Ադիկա լսած են։ Իր քրբանը նայում է, իր ջեբը նայում է։ Չեն կարող ղեկավարեն։ Կառավարությունը խառնակիչ կառավարությունը խելքը գլխին օրենքներ չի ընդունում։ Այդ մարդկանց խարակտերի բնածին խառնակիչ են, որովհետև սա ժողովուրդը իրար հետ կռուցրել է։ Մենք ժամանակին իրան շատ լավ ձևով ընդունեցինք, ընտրեցինք նաև իրան, բայց ինքը ոչինչ է առայժմ, ինքը ժողովրդին օգտակար չի, միայն դրա համար ես շատ զայրացած եմ, որ այդքան երիտասարդներ գնացին եռաբլուր, դա պետքա չլիներ։ Հերոսներին սարքում տերարիստներին չես իմավ, հերոս մոնթե ենքան տղորքը դարել են տերարիստ, դա ճիշտ է, հիմա դա ոնց հասկանաս։ Լիդեր չկա, իսկական լիդեր չկա իշխանությունում։ Բայց որ մի իշխանություն է եղել, նման դեպքեր չի եղել տենց խնդիր, բայց նա չգիտեմ ինչ ձև է, աբսուրդ է, ինքը թե իր կինը Աննա Հակոբյանը, որ իրանից ոչ մի բան չի ներկայացրել, բայց ինքը առավել եւս ինքնավոր կա ու բոլորի վրա էլ նալոգ է դնում, ինչ շնորհ 5-600 հոգի մարդկանց գործազուրկ է արել։ Մեր խորհրդարանում ինչ է կատարվում։ Ոչ մի իրան հարգող երկիր այդ վիճակով չի կարող շարունակի աշխատել։ Պարզերևում է, թե ինչ իրավիճակ է երկրում։ Դրա համար անպայման անհրաժեշտ է։ Ինչից գոհ լինեմ այդ հարցը տվեք, ոչ մի բանից։ Ամեն ինչից դժգոհություն։ Եթե գոհ լինեինք, հիմա այս րոպեին իմ տղաները, իմ ամուսինները, որ 90-ական թվականներին կռվել էին, չէին թողնի գնալ։ Հայրմի պարտիան ստեցե, ոմա պետք, կարգին կառավարություն ընտրեիք այսպես չլիներ, թե չէ ինչ, բերել են ընտրել այդ մարդկանց, որ իրար միստ կրծում են, իրար սովորել, ինչ ասես ասում են, հայհոյել այս են, երբ հատես բան եղել, մի ազգում այդքան իրար թշնամանք կստեղծում, ժողովրդի մեջ։ Ես ո մեկ իշխանությունից գոհ չեմ, որով ամեն ինչի սխալով սխալ է։ Բռնած հավաքարարեն, մինչև նախարար սխալ է։ Զարմանալին այն է, որ Եվրոպա հատկան նայում ենք, Եվրոպա, մենք քորդ չունենք Եվրոպայի։ Մենք հայ ենք։ Լավ բան չէ, իրենց համար աշխատում են, ժողովրդի համար չեն աշխատում, եւ ասիկա ճիշտ չէ։ Թող ազգի մտածե 3%, 97% ջեբը թող տնեն, բայց եթե 3% ազգի մտածե, կփավե, ուրիշ բան չենք ուզում։ Փաշինյանին ինչ որ բոլորը ասենք դեմ են, բայց ասնավնոյ չեմ գտնում, թե որ մեկը պետքա նորից իշխանությունը ձեռք բերի, ամեն դեպքում ճիշտ չի գնում էլի այս երկրի դրությունը, շատ վատ վիճակ է։ Շատ գոհ ենք, շատ լավ է։ Ռոբերտը սաղ Հայաստանը քանդեց։ Արտակարգ մարդ է Նիկոլը։ Ով է գա, չէ Նիկոլը չէ։ Ազգանունը մոռաց։ Նիկոլ Փաշինյանը մեր թագավորն է, ով գա պետք է թալանի։ Արտադիր կան հարցեր, որոնք պետք է իհարկե վերանայվեն, բայց ընդհանուր առմամբ գոհ ենք փոփոխություններից։ Երկիրը վարի է գնում։ Համար մեկ խնդիրը անվտանգություն։ Երկրորդը տնտեսություն, սոցիալական խնդիրներ ոչ միտեղ չեմ նայ։ Եթե նայ կառավարության նիստերը կհասկանալ։ Կամ իրանք սա գաղտնի են պահում, որ մենք չլսենք, թե իրանք ինչ լավ գործեր են անում։ Բայց չի կարելի էլի սենց։ Չի կարելի։ Երկիրը ինձ թվում է կկորցնենք։ Պետք է գա այնպեսի իշխանություն կամ կառավարություն կամ հիմա էլ կարող է իրանք ավելի լուրջ ուժեր ներգրավեն, որոնք որ այդ բոլոր քաղաքականությունները ճիշտ կտանեն, այլ ոչ թե ասելով հեսա գործարաններ ենք սարքում, հեսա էս ենք արել, այդ մնգած ման եմ գալի, տենց էլ չիմացա այդ գործանը որտեղ է բացվել, որ մենք չգիտենք, էլի։ Այսինքն բոլորը ինչ որ ասում են, ինչ որ անում են, համատես վերջին տարիներին, ինքը հակասում է բան, տրամաբանություն վերցրեք, զուտ մենակ տրամաբանություն է։ Նայում եք, տեսնում եք հարևան երկրները ինչ ձև են աշխատում աշխարհի գիգանտների հետ, նկատի ունեմ եւ տնտեսական եւ քաղաքական եւ ռազմական եւ այլն, եւ նայում եք տեսնում եք մենք ինչով ենք աշխատում, ոնց ենք աշխատում, զուտ մենակ բարերով
գնալ Եվրոմիության ինչ-որ հավաքներին կամ պատերազմի 80-ամյակին, երկրորդ համաշխարհային, այնտեղ նստել թողել հետ գալով դրանով խնդիր չի լուծի։ Ես ուզում եմ տեսնեմ անենց ղեկավար, անենց կառավարիչ, որը որ առնվազն գոնե Զելենսկու նման կվազի էսրա մոտ, կվազի նրա մոտ, կչոքի սրա դեմը, կչոքի նրա դեմը, ու կբերի այն անհրաժեշտ աջակցությունը պետական, որը որ համենայն դեպս բերում է Զելենսկին, ինչքան էլ որտեղ ինքը ռուսի դեմ է պայքարում, Ռուսաստանի նման հզոր երկրի դեմ, թեկուզ սխալ է անում, դա չի կարևորը։ Այժմ տնա մտենց կառավարություն, որը որ այդ աստիճանի նվիրված կլինի մեր բոլորին, մեր երկրին, մեր հայրենիքին եւ մնացածին։ Իսկ ով որ տենց չի լինի եւ չեն էլ եղել, ով որ չի էլ եղել, պետքա դրանք իրանք ինքները իրանք կախեն։ Զուտ, ասեն դոշներին գրեն կներեք ու կախեն չնայած դրանց ոչ մի բան չի փոխվի։ Սա իրար միս կրծում են, որովհետև կառավարությունը չի կարող տիրապետի իրադրությանը։ Դրա համար էլ պիտի փոխեն ուրիշ կառավարության կա գուցե նորից վերականգնում են առաջվա պայծառ ծիծաղներով Հայաստան ա եղել, հիմա ինչ ա եղել։ Սաղ տխուր տորտում, ստեղ են գնում ընդեղ իրար միս գործում։